Պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Երկկողմ բանակցություններից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որի առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը, տարածաշրջանային հաղորդակցուհիների բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի վերաբերյալ Երևանի դիրքորոշումները։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Հայաստանը դիտարկվում է Եվրոպայի գործընկեր և բարեկամ երկիր, ընդգծելով, որ վերջին շրջանում Երևան-Բրյուսել հարաբերություններում արձանագրվել է նկատելի առաջընթաց։ Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկեր, բարեկամ և հույս ունեմ, որ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի։ Եվրոպական միությունն ու Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգը, որը կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում գործակցությունը։ Մենք նաև ողջունում ենք այն, որ ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ստրասբուրգ այցը Հայաստանի համար ունի ոչ միայն քաղաքական, այլև արժեքային նշանակություն։ Նրա խոսքով Երևանը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը մշտապես համադրում է եվրոպական ընտանիքի չափանիշների հետ, համոզելով, որ շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Վարչապետը հիշեցրել է 2025 թվականին ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որը նրա բնորոշմամբ պատմական նոր փուլ է բացել Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով։ Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել, եւ ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է եւ տեղի է ունեցել եւ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակում։ Համատեղ հայտարարությանը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում։ Ելույթում Փաշինյանն արդեն առավել լայն օրակարգ է ներկայացրել, խոսելով թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների, թե տարածաշրջանային զարգացումների մասին։ Վարչապետը հայտարարել է, որ ներկայում անհատականացման փուլում է գտնվում TRIP ծրագիրը, որի իրականացման շրջանակը նրա խոսքով հունվարի 13-ին արդեն ընդունվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ Փաշինյանը նշել է, որ մոտ ապագայում Երևանն ու Վաշինգտոնը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը, ինչից հետո կսկսվի ծրագրի գործնական իրականացումը։ Նրա ներկայացմամբ TRIP-ը բխում է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունից և պետք է ստեղծի նոր տրանսպորտային հնարավորություններ արևելքից արևմուտք, նաև հարավից հյուսիս։ Վարչապետը հիշեցրել է, որ խաղաղության խաչմերուկ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր հենց Եվրոպական խորհրդարանում 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, եւ այժմ այդ գաղափարը ստանում է ավելի առարկայական շարունակություն։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսակ վերոնշյալ մեջբերումներից որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։
Միևնույն ժամանակ վարչապետը խոսել է նաև Մերձավոր Արևելքում լարվածության մասին, նշելով, որ զարգացումները ստվերում են ներկայացվող դրական պատկերը։ Փաշինյանն Իրանն անվանել է Հայաստանի բարեկամ ու հազարամյա հարևանն, ընդգծելով, որ Հայաստանը ցավով է հետևում Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների շուրջ զարգացումներին։ Նրա խոսքով նման մասշտաբի ճգնաժամի պայմաններում Երևանը կարող է միայն հանդես գալ դիվանագիտական լուծումների օգտին եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի հնարավորինս արագ վերադառնալ բանակցային ճանապարհին։ Ելույթի առանցքային հատվածներից մեկը վերաբերել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն 8 ամիս է երկու երկրների սահմանին լիակատար խաղաղություն է, իսկ 2025 թվականը դարձել է առաջին տարին անկախությունից ի վեր, երբ սահմանային կրակոցների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Վարչապետը նաև շեշտել է, որ 2025 թվականի նոյեմբերին անկախությունից հետո առաջին անգամ գնացք է անցել Ադրբեջանի տարածքով, այնուհետև Վրաստանով եւ հասել Հայաստան։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երթուղային հաղորդակցության սահմանափակումները վերացնելու որոշման համար եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է արդեն այսօր ապահովել նաեւ Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տարանցիկ հաղորդակցություն գործող ճանապարհային ենթակառուցվածքների միջոցով։ Նա առանձնացրել է Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ ուղղությամբ ճանապարհային կապ ապահովելու Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։ Փաշինյանը փորձել է նաև բացատրել, թե ինչու 2020 թվականից հետո հնարավոր դարձավ խաղաղության օրակարգի առաջ մղումը, երբ նախորդ տասնամյակներում դա անհնար էր թվում։ Նրա գնահատմամբ այստեղ դեր է ունեցել թե միջազգային միջնորդությունը, թե այն գիտակցումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ռազմավարականորեն փոխկապակցված են։ Վարչապետը նաև բավական կոշտ ներքաղաքական գնահատականներ է հնչեցրել, պնդելով, որ 2024 թվականի մարտ-ապրիլին Հայաստանը հասել է պետականության կործանման եզրին եւ եթե սահմանազատման որոշում չկայացվեր, ապա երկիրը կարող էր կորցնել իրական իշխանությունը։ Նա առանձնացրել է Տավուշի սահմանազատման գործընթացը, նշելով, որ դրա դեմ կազմակերպված ներքաղաքական շարժումները փորձել են վերակենդանացնել հակամարտության տրամաբանությունը։ Փաշինյանի խոսքով այդ ճգնաժամը լուծվել է ժողովրդի հետ ուղիղ խոսակցության միջոցով, իսկ Իրանց գյուղը, որը ներկայացվում էր որպես սահմանազատման զոհ, այսօր ըստ նրա դարձել է խաղաղության առավել տեսանելի խորհրդանիշներից մեկը։ Փաշինյանը խոսել է նաև Արցախից տեղահանված հայերի մասին, նշելով, որ կառավարության ռազմավարությունը հստակ է, նրանք պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ մշտապես բնակվեն հանրապետությունում։ Նա հայտնել է, որ բնակարանային ապահովման ծրագրից արդեն օգտվել է 4886 ընտանիք եւ այս հարցում Հայաստանը շարունակում է ակնկալել միջազգային գործընկերների աջակցությունը։ Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի հարցում կառավարությունը շարունակում է աշխատել լուր դիվանագիտության ձևաչափով։ Փաշինյանի խոսքով, եթե այդ մոտեցումը նախապես չընտրվեր, ապա հունվարի 14-ին 4 հայերի վերադարձ չէր կայանա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։